Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, այս պահին առաջարկում եմ արվեստի ոլորտից մի պահ տեղափոխվենք բժշկություն, խոսելու բերանի խոռոչի հիգիենայի եւ խնամքի մասին, որովհետեւ մեր տաղավարում են Ֆրանսմեդ կլինիկայի տնօրեն Մեսրոպ Սարգսյանն ու ստոմատոլոգ Վալենտինա Եղշատյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Պատմեք ինչպես է սկսվում բժիշկների առավոտը։ Շատ բուրըն, շատ ակտիվ եւ շատ պոզիտիվ։ Դոկտորը կփաստի, չէ՞, դոկտոր ջան։ Իհարկե։ Շատ լավ է սկսում։ Առանձնապես չի տարբերվում բժիշկների, եթե առօրյան վերցնենք բժիշկների առօրյան, ինչպես օրինակ արվեստագետների առօրյան։ Թե օրինակ կարող է ինչ-որ մի պացիենտ որոշում է առավոտյան 7:00 ձեզ արթնացնել եւ դուք արդեն տխուր եւ ջղային տրամադրությամբ եք շարունակում օրը։ Մեզ մոտ պացիենտները բոլորը հստակ, այսպես ասած, իրանց գրաֆիկին հետևում են, իրենց ժամին այցելում են, բոլորը իրենց ժամին գալիս են, մեզ էլ թույլ են տալիս, որպեսզի մենք մեր ժամին այցելենք, այնպես որ լավ քնենք, հանգիստ արթնանանք եւ կարողանանք իրենց Մենք այսօր խոսելու ենք մի կարևոր թեմայի մասին, որը պատասխանատու է մեր գեղեցիկ ժպիտի համար։ Դուք որպես մասնագետներ կարող եք փաստել արդյոք ես խնդիր ունեմ եւ պետք է այցելեմ ձեզ, թե ոչ։ Հիմա լայն բացեք վերանը, դոկտորը հիմա կնայի եւ կասի։ Դոկտորը հիմա իր գործիքները գրպանից կհանի եւ կգասուգի։ Կզննեմ։ Արժի մեր հերոսահաղորդավարը։ Վատ բաներ չասեք, խնդրում եմ։ Պրոֆիլակտիկ զննումը իհարկե պարտադիր է 6 ամիսը մեկ։ Ես կայցելեմ ձեզ։ Կսպասենք։ Բերանի խոռոչի հիգիենա եւ խնամք։ Եկեք հասկանանք ինչ է այն իրենից ենթադրում եւ ինչու է այդքան կարեւոր, հատկապես տոներից ընդառաջ, որովհետեւ գիտենք տարբեր բազմազան սնունդ ենք ընդունում եւ գուցե որոշ բաներ այն սնունդից, որ կընդունենք, այդքան էլ օգտակար չլինի մեր ատամների համար։ Մենք ամեն օր ենք տենց սնունդներ ընդունում, որը վնասակար է մեր ատամների համար եւ պետք է ժամանակին այցելենք ատամնաբուժին եւ զննենք մեր ատամները եւ մաքուր պահենք։ Որովհետեւ իրականում կան շատ, այսպես ասած, արգելված սնունդներ, որոնք ուղղակի մեծ վնաս են հասցնում ատամներին, որոնք են դրանք խոռոչին։ Առաջին մեր ամենասիրելին, եթե դոկտորը կփաստ չէ, որն է խմիչքներից։ Կոկա-կոլան։ Ոայ։ Մենք իրականում դեմ ենք յուրաքանչյուր զովացուցիչ ըմպելիքի, որը գունանյութ է պարունակում իր մեջ եւ շատ խիտ գունանյութ է պարունակում իր մեջ, որովհետեւ իրականում իրենք շատ վնասում են ատամները եւ կարիք է լինում, որպեսզի ավելի հաճախակի այցելեն ստոմատոլոգի պացիենտները։ Հաջորդը էլ ինչ սնունդ կա, եկեք մի քանիսը թվենք։ Որը կարողացնեք դոկտոր։ Շոկոլադ։ Շոկոլադ։ Այո, շոկոլադը նույնպես, բայց այստեղ Մեր կարևորը ամենասիրելի բոլոր պրոդուկտները արգելված են։ Մենք չենք արգելում, տեսեք, մենք չենք ասում չեմ մի կերեք, բայց ուտելուց հետո անհրաժեշտ է, որպեսզի մենք անպայման հետևենք մեր բերանի խոռոչի հիգիենային, որովհետև եթե մենք չհետևենք դրան, այսինքն գոնե մինիմալ ողողումներ կամ այսպես ասած այցելություններ ստոմատոլոգիական կլինիկա ստոմատոլոգի մոտ պարտադիր է, անհրաժեշտ է, որպեսզի Եկեք նախ բացառելով գնանք։ Բերանի խոռոչի խնամք եւ հիգիենա ասվածը չի ենթադրում պարզապես առավոտյան եւ երեկոյան ատամները մաքրել, չէ՞։ Դա ավելին է, քան ատամները 1-2 անգամ մաքրելը։ Այո։ Ինչ է իր մեջ ներառում։ Դե մինիմալը ինչ մենք կարող ենք անել, դա օգտագործել ատամի խոզանակը եւ ատամի մածուկը։ Նաեւ կան լրացուցիչ հիգիենայի պարագաներ, որը պետք է օգտագործել, օրինակ ատամնաթելը կամ իրիգատորը։ Բայց այդ ամենը նշանակում է բժիշկ ստոմատոլոգը զննումից հետո։ Այսինքն կան մինիմալ հիգիենիկ պարագաներ, որոնք որ մենք պետք է գոնե ունենանք մեզ մոտ, հա, դա տանը կլինի, թեկուզ կլինի աշխատավայրում, կլինի այնտեղ, որտեղ մենք ավելի շատ ենք լինում, դա մինիմալ են հիգիենիկ առարկաներն են, որոնք մեր ուղեկիցն են դառնում բերանի խոռոչի հիգիենան էլ ավելի լավը դարձնելու համար։ Ենթադրաբար մենք առավոտյան լվանում ենք մեր ատամները, հա, մեր դասական դարձած խոզանակով եւ ատամի մածուկով, չգիտեմ, քչերն են օգտագործում ատամնաթել իրենց առօրյայում կա, քչերն են օգտագործում իրիգատորներ, քչերն են օգտագործում մոնոպուչոկներ, մենք սիրում ենք այդպես անվանել դրանց։ Դա պարագաներ են, որոնք որ իրականում անհրաժեշտ է, որպեսզի իրենք միշտ լինեն մեր արսենալում, որպեսզի մենք իրենցով կարողանանք ել ավելի մաքսիմալ լավ հիգիենայի հասնել եւ լավ արդյունքի հասնել։ Իսկ կա տարբերություն մեծահասակների ատամների խնամքի, բերանի խոռոչի եւ փոքրերի։ Դոկտորը սկսի, ես կշարունակեմ։ Իհարկե, այո, փոքրիկներին պետք է օգնեն իր ծնողները, որովհետև փոքրիկները չեն կարող լիովին լավ մաքրել իրենց ատամները,
Բայց տեխնիկան նույնն է, այսինքն Չէ, էդ էլ է տարբերվում, կան մանկական խոզանակներ, կան մեծերի խոզանակներ, նաև մածուկները մանկականի եւ մեծերի իսկ գործընթացը բուն, այսինքն այդ իրիգատոր, թել եւ այլն եւս օգտագործում Այո, տեխնիկան տարբեր է, քանի որ մենք գործ ունենք երեխաների դեպքում կաթնատամների եւ արդեն խառը ատամների հետ, իսկ մեծահասակների դեպքում արդեն մշտական ատամների հետ, եւ հետեւաբար երեխաների դեպքում մի փոքր ավելի նուրբ է կատարվում ամեն ինչ, մի փոքր ավելի հաշվենկատ, մի փոքր ավելի, այսպես ասած, հաշվի առնելով մնացյալ խնդիրները, հիվանդացել եք։ Ոչինչ։ Ժամանակաշրջանն է այդպես, ինչ անենք։ Շատ լավ, եւ եկեք սկսենք հենց քայլերով ներկայացնել, թե ինչպես պետք է խնամել բերանի խոռոչը առավոտյան արթնացանք, առաջին քայլը։ Պետք է դուր վեր կենանք անկողնուց, Դե դա հասկանալի է։ որտեղ չի լինի, անկողնու մեջ մի քիչ դժվար կլինի հիգիենիկ պրոցեսը իրականացնել։ Պետք է վեր կենանք անկողնուց, գնանք լոգարան, նախաճաշենք, նոր գնանք ատամները լվալու։ Այս վիճելի հարց է միշտ վիճելի է, թե նախաճաշից առաջ պետք է կատարենք բերանի խոռոչի հիգիենան, թե նախաճաշից հետո։ Դա խնդրում եմ դա այդ հարցին Ես պատասխան։ միշտ խորհուրդ եմ տալիս նախաճաշից հետո լվալ ատամները, բայց կան պացիենտներ, որը ուզում են հենց արթնանում են լվալ իրանց ատամները, այդ դեպքում նախաճաշից հետո խորհուրդ եմ տալի ողողումներ անեն։ Այսինքն եւ կարելի է նախաճաշից առաջ լվանալ եւ հետո որպես այդպեսին։ Այո, տարբերություն չկա իրականում, թե երբ ենք մենք լվանում, բայց եթե մենք լվանում ենք եւ կատարում ենք նախաճաշ, ապա նախաճաշից հետո անպայման ողողումը։ Բայց նաեւ այսպեսի մի ես միտեղ կարդացել էի, եկեք հասկանանք սա միֆ է թե իրականություն, որ նախաճաշելուց անմիջապես, չէ, ներողություն, բերանի խոռոչը մաքրելուց անմիջապես հետո սնունդ ընդունել պետք չէ, պետք է մի կես ժամ սպասել։ Դա միֆ է։ Կարծում եմ, ինչի չի կարելի ընդունել սնունդ, դա եմ ուզում հասկանալ, եթե Որովհետև նոր մաքրած ատամներ են, գուցե ինչ-որ ավելի զգայուն են։ Տեսեք, եթե դա ամենօրյա մաքրման մասին է խոսքը, եթե մենք կատարում ենք այդ մաքրումը մեր լոգարանում, դա դրանից հետո մենք նախաճաշ կարող ենք ընդունել։ Այլ բան է, եթե մենք խոսում ենք դա արդեն սպիտակեցման մասին, դա մենք խոսում ենք պրոֆեսիոնալ հիգիենայի մասին, որ ուղեկցվում է եւ սպիտակեցման։ Այդ պարագայում, այո, կան սահմանափակումներ հստակ եւ կան հստակ սննդային դիետա ասվածը, թե ինչ պետք է ընդունել, սպիտակեցումից հետո ինչ ժամանակահատվածում պետք է ընդունել եւ արդյոք ինչ է կարելի եւ ինչ չի կարելի արդեն սպիտակեցումից հետո։ Պրոֆեսիոնալ խնամքից կխոսենք, մինչ այդ ես ուզում եմ հասկանալ, որքան ժամանակը մեկ է պետք գնալ ստոմատոլոգի մոտ եւ կատարել ընդհանուր զննում։ Ընդհանուր զննումը մենք կատարում ենք 6 ամիսը մեկ եւ կան պացիենտներ, ով ավելի հաճախ պետք է մեզ այցելեն, օրինակ այդ պացիենտները ով կրում են բրեկետներ կամ օրինակ ունեն իմպլանտներ բերանի խոռոչում, իրանց ցանկալի է 3 ամիսը մեկ այցելել մեզ։ Այո, կան ինդիվիդուալ դեպքեր, որոնք որ ենթադրում են ավելի այդ այցելությունների կրճատում, այսինքն եթե նախատեսված ստանդարտը 6 ամիսն է, ապա երբ որ պացիենտը գալիս է մեզ մոտ, մենք զննում ենք կատարում, տեսնում ենք, որ իր մոտ այսպես քարի առաջացումը շատ ավելի հակում ունի, ավելի մեծ առաջացման, կամ իրեն անհրաժեշտ է ավելի հաճախակի բերանի խոռոչի խնամք, ապա այդ 6 ամիսը կրճատվում է, շատ դեպքերում նաև 3, 4, 5 երեխաներին առաջարկում ենք 3 ամիսը մեկ պարտադիր զննման եւ նույնիսկ բուժումից հետո միանշանակ նշանակում ենք զննման, որովհետեւ երեխաների բերանի խոռոչը, այսպես ասած, շատ ավելի ընկալունակ է, քան մեծահասակներն է եւ հակում ունի, այսպես ասած, միշտ ավելի հաճախակի զննման։ Իսկ ինչ խնդիրներ կարող են առաջ գալ, եթե ժամանակին բուժզննում չանցնենք եւ նաեւ ճիշտ չխնամենք մեր ատամները։ Խնդիրները շատ մեծ են իրականում։ Հա, եկեք թվենք, որպեսզի մարդիկ իսկապես ավելի աչալուրջ լինեն եւ հետեւողականորեն գնան իրենց բժիշկներին այցելության։ Եթե մենք ճիշտ տեխնիկայով չենք լվանում մեր ատամների վրա հավաքվում է ատամնափառը, որը վատ ազդեցություն ունի, լնդերի բորբոքում է առաջացնում եւ առաջացնում է կարիես ու ավելի բարդ խնդիրներ։ Որ բերում է իր բարդությունն, հետո առաջնային ամենամեծ խնդիրը դա կարիեսի առաջացումն է եւ լնդերի բորբոքումը։ Հետևաբար, եթե մենք չխնամենք մեր բերանի խոռոչը, մենք ուշադրություն չդարձնենք մեր բերանի խոռոչի հիգիենային, ինչպես օրինակ ուշադրություն ենք դարձնում մեր ձեռքի եղունգներին կամ ուշադրություն ենք դարձնում մեր մազերին, սանրվածքին, դա մեր օրգանիզմի մի մասն է եւ դա շատ, այսպես ասած, անտեսել չի կարելի։ Իրականում մենք
գործ ունենք մեր առողջության հետ, իսկ առողջությունը այսօր ամենաթանկն է, եւ եթե մենք չհետևենք, չխնամենք ինքներս մեզ, ապա հետևանքները կարող են իրականում շատ ծանր լինել եւ շատ ավելի թանկարժեք։ Քանի որ խոսեցիք պրոֆեսիոնալ խնամքից նաև, եկեք հասկանանք ատամների սպիտակեցումը դա պարզապես գեղեցկության համար արվող պրոցեդուրա է, թե նաև կարևոր է մեր ատամների համար։ Դա պարզապես մեր ատամների, մեր դեմքի սիրունության համար է կատարվում եւ կան ցուցումներ, որ տանում են մեզ կարելի է կամ չի կարելի է անել սպիտակեցում, բայց այդ սպիտակեցումն մենք դեմում ենք ամենավերջում զննումից եւ ատամների բուժումից վերջում։ Այո, այսինքն եթե առողջ ատամներ։ Կապսուցում, եթե ատամները իրականում առողջ են, որտեղ մենք գնում ենք սպիտակեցման միայն այն դեպքում, երբ որ ատամները առողջ են։ Եթե ատամները առողջ են, իսկ պացիենտի ցանկությունը ունենալ ավելի սպիտակ, ավելի գեղեցիկ, ավելի, այսպես ասած, մի փոքր տարբերվող ատամներ, ապա այդ պարագայում այո, մենք գնում ենք սպիտակեցման եւ սպիտակեցումը այո, եթե վերցնենք ինքն իրենով, ինքը էսթետիկ, գեղագիտական տեսք ապահովող միջամտություն է, որը բխում է, կոպիտ ասած, պացիենտի ցանկությունից։ Արդյոք անվտանգ է նաև Չափի մեջ, յուրաքանչյուր չափի մեջ անվտանգ է, այսինքն կան դեպքերի պացիենտ ուզում է ավելի սպիտակ, ավելի, բայց պետք է մենք հաշվի առնենք մի բան, որ մենք, այսպես ասած, բարձրացնում ենք ատամների գերզգայունությունը, հա, եւ սպիտակեցման հետ մեկտեղ, այսպես ասած, ատամները դառնում են ավելի զգայուն, եւ այսպիսի մի բան էլ կա, հա, երբ որ մենք սպիտակեցնում ենք ատամները եւ ամեն անգամ հաջորդ սպիտակեցմանը մենք ուզում ենք ավելի սպիտակ լինի ատամները, որովհետեւ մեր աչքին, մեր ատամները արդեն չեն լինում այն գույնը, ինչը որ մենք իրեն պատկերացնում, հիշում կամ տեսնում։ Բայց այդտեղ էլ չափ է պետք։ Ամեն ինչում, ես կարծում եմ ամեն ինչում չափ է պետք, ոչ միայն սպիտակեցման դեպքում, այլ նաեւ մնացյալ հարցերում չափ, ամեն ինչ չափի մեջ իրոք շատ գեղեցիկ է եւ սիրուն։ Եվ այսօր ամենահաճախ հանդիպող խնդիրները, որ դուք որպես բժիշկներ, ստոմատոլոգներ նկատում եք մարդկանց ժպիտը տեսնելիս, որն է եւ այցելություններ գրանցելիս իհարկե։ Ամենամեծ խնդիրը որին է առնչվել դոկտոր։ Ինչ խնդիր է եղել հիմնականում։ Խնդիրը պրոֆեսիոնալ հիգիենա։ Դոկտորի մոտ ամենամեծ խնդիրը այո, հենց հիգիենիկ խնդիրներն են, որոնք որ մեր այցելուները, այսպես ասած, մի փոքր աչքաթող են սիրում անել հասարակության հետ, այսպես մի քիչ եթե գլոբալ խոսենք, մենք հիգիենային մի փոքր, այսպես ասած, շատ քիչ ուշադրություն ենք դարձնում եւ այդ թեկուզ եթե վերցնենք այս 6 ամիս օրացույցային ժամանակահատվածը, մենք միշտ սիրում ենք խախտել այդ 6 ամիսը։ Օրինակ, տեսեք, մենք մեր այցելուներին միշտ կատարում ենք հիշեցումներ 6 ամիս հետո, որ գիտեք ինչ, ձեր այսպես ասած, ժամանակահատվածն է, որպեսզի կատարենք հիմա պրոֆեսիոնալ հիգիենա, որովհետեւ մենք արդեն, այսպես ասած, գործ ունենք նաեւ ատամնափառի հետ, որը արդեն կարծրացել է բերանի խորոչումի, անհրաժեշտ է որպեսզի դա հեռացվի։ Եվ շատ դեպքերում մենք ձեզ կզանգահարենք, մենք հիշում ենք մենք կգանք եւ այդպես շարունակում ենք ան, մինչեւ որ մենք սիրում ենք դանակը հասնել ոսկորին, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք այդ իրազեկումը, փորձում ենք այդ ծանոթությունը, փորձում ենք այդ սան լուսավորչական աշխատանքը կատարել, որպեսզի այցելուները ել ավելի տեղեկացված լինեն եւ ել ավելի հետևեն իրենց բերանի խորոչին։ Նաեւ առաջարկում եմ խոսենք ձեր կլինիկայի գործունեության մասին, ինչ ծառայություններ եք մատուցում եւ երբ կարող ենք այցելել ձեզ բացի ատամների խնդիրներն ունենալու դեպքում։ Տեսեք, Ֆրանսմեդը իր գործունեությունը սկսել է որպես մանկական ստոմատոլոգիական կենտրոն, մենք, այսպես ասած, մեր ծառայությունները մատուցում էինք սկզբնական հատվածում երեխաներին եւ եղավ կարիքը, եղավ պահանջը, որպեսզի մենք ընդլայնենք մեր գործունեության սահմանները եւ այսօր Ֆրանսմեդը դարձել է ընտանեկան ստոմատոլոգիական կենտրոն եւ իր ներսում ունի բոլոր այն ծառայությունները, որ անհրաժեշտ են առողջ գեղեցիկ ժպիտ ունենալու համար, հետեւաբար կարող եք այցելել, երբ ցանկանում եք եւ կարող եք այցելել այն դեպքում, երբ խնդիրը ձեզ արդեն անհանգստացնում է կամ դեռ չի անհանգստացնում եւ անհրաժեշտ է որպեսզի հասկանաք թե ինչ խնդիրներ ունեք եւ ինչից կարելի է խուսափել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակային զրույցի համար։ Մեզ մնում է կրկին հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ պարտադիր կերպով, ինչպես դուք նշեցիք, 6 ամիսը մեկ պետք է գալ ընդհանուր բուժզնման, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ ունենք, ինչպես պետք է ճիշտ խնամենք մեր ատամները եւ բերանի խորոչն առհասարակ եւ կամ գոնե իմանանք այն բոլոր խնդիրները, որ կարող են առնչվել մեզ հետ եւ փորձենք խուսափել այդ ամենից։ Ձեզ ենք շնորհակալ շատ հրավերի համար, ուրախ ենք լինել ձեզ մոտ հյուր։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերուհու պատրաստած հերթական ռեպորտաժը եւ ապա վերադառնանք։